Եթերում հայ պերսոնան է, ծանոթանանք այսօրվա իմ հյուրի հետ։ Այսօրվա իմ հյուրը հայ կնոջ ուժի անսահմանության, համառության ու կամքի խորհրդանիշ է։ Ներկա ու գալիք սերնդի համար կատարյալ օրինակ է, որ հայ կինը կարող է հաղթահարել ամեն ինչ, լինի ծանրաձող, մարմնի կամ հոգուցավ։ Երբ կյանքի անսպասելի հարվածից հետո աշխարհը նրան ասաց դու չես կարող, իր սիրտն ու սեփական կարողությունների նկատմամբ հավատն ասացին կարող եմ, այն էլ ինչպես։ Հայ պերսոնայում Նազիկ Ավդալյանն է։ Նազիկ Ավդալյանը ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 31-ին Գյումրիում։ Մեծացել է ինժեների և հաշվապահի ընտանիքում։ 5 տարեկանից մինչև 17 տարեկանը զբաղվել է ակրոբատիկայով։ Քանի որ այդ ժամանակ արտասահմանյան մրցումներին մասնակցելու հնարավորությունները շատ չէին, 18 տարեկանում նա որոշեց փոխել իր մասնագիտական ուղին դեպի ծանրամարտ։ Այդպիսով նա կարող էր մնալ սպորտում, որը սիրում էր ամբողջ սրտով։ Նրա մարզիչն էր Արտաշես Ներսիսյանը։ 1993-ից 2003 թվականներին Նազիկ Ավդալյանը հաճախել է Գյումրու համար 4 հիմնական դպրոցը։ 2003-ից 2007 թվականներին սովորել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետի կինեզիոլոգիայի բաժնում։ 2020-ից 2021 թվականներին ավարտել է մագիստրատուրան Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային հոգեբանության ֆակուլտետում։ Նազիկ Ավդալյանի մրցակցային կարիերան անչափ հագեցած է, ուստի այն ամբողջությամբ այստեղ կարդալ չեմ կարող։ Առաջարկում եմ դիտել հաղորդումն ու ծանոթանալ մեր կողքին ապրող լեգենդի հետ։ Նազիկ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հայ պերսոնա նախագծի հրավերը։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Ամեն անգամ, երբ բարձրացրել եք ծանրաձողը, մինչ ծանրաձողը բարձրացնել է, ինչ եք մտածել եւ ասել ինքներդ ձեզ վերջին վայրկյանին։ Ես հիմնականում իմ անընդհատ պարապմունքներից առաջ, պարապմունքներից հետո, քնելուց առաջ եւ հետո անընդհատ աղոթում եմ, բայց անընդհատ մրցումներից առաջ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն եւ ասում եմ, որ այժմ հույսը դու ես ու դու քո վրա պետք է հույսը դնես։ Այդ միտքն եմ ես անընդհատ կրկնում եւ մտածում եմ ճիշտ անելու մասին, որ աշխատում եմ որևէ մի միտք, որևէ մի հույս, որևէ մի ստրես ինձ չխանգարի տրամադրվեմ ճիշտ անելու մասին, որովհետև այստեղ իմ հույսը միայն ես եմ եւ իմ ծանրաձողը։ Ծանրաձողից այն կողմ, ով է ձեր կյանքում ամենամեծ հույսը կամ ինչն է։ Ինչպես նշեցի իմ Աստված, իմ հավատը, քանի որ թեկուզ եւ իմ կյանքում թվացյալ դժվարություններ են լինում, անհաջողություններ են լինում, միայն իմ հավատն է ինձ օգնում առաջ շարժվել։ Եթե ձեր կարիերան նորից սկսեիք, կան քայլեր, որոնք դուք չէիք կատարի։ Բնականաբար կային, հիմա որ հետ եմ նայում, բայց ընդհանուր առմամբ ես շատ ուրախ եմ այն ճանապարհի համար, որը որ անցել եմ, եւ որ տեսել եմ ինչ ազդեցություն է այն ունեցել ոչ միայն իմ, այլ նաեւ հասարակության վրա, ես մեծ սիրով նորից կանցնեի այդ ճանապարհը։ Հատկապես հայ հանրության շրջանում կարծես թե կին ծանրորդ կարգավիճակը ընդունելը մի փոքր բարդություններ է առաջացրել, իհարկե հատկապես տարիներ առաջ։ Դուք ինչպես եք այդ կարծրատիպը հաղթահարել եւ ինչով է առանձնանում կին ծանրորդը։ Ես դա միշտ եմ նորմալ համարել, քանի որ յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, իր պատկերացումները, բնականաբար ծանրամարտի հետ կապված իհարկե բոլորը չգիտեն, ինչպես եւ ես, մինչեւ ծանրամարտով զբաղվել է, թե ինքը ընդհանրապես ինչ սպորտաձև է, ինչ նրբություններ, ինչ խորություն է պարունակում իր մեջ, եւ դա նորմալ է, որ կարող են կանացի չհամարել, քանի որ ես ինքս եմ այդպես համարում։ Բայց նորմալ չէ, որ մենք առօրյայում, երբ որ կինը կատարում է ծանր աշխատանք, հատկապես գյուղերում, առօրյայում, դա նորմալ է համարվում, բայց երբ կինը փորձում է դա որպես մասնագիտություն ընտրել, ծանրամարտը եւ ոչ թե ֆիզիկապես բարձրացնել, այլ տեխնիկան, հոգեբանությունը, իր ինքը կինը ամբողջությամբ իր օրինակ ներաշխարը այդ սպորտաձևի համար է, բայց դա քննադատում են, որովհետև իրենց կարծիքով դա կնոջը հարիր սպորտաձև չէ։ Երբ որ նա կարող է կայանալ, ինքնադրսևորվել, իր երկիրը ներկայացնել աշխարհին, ընդհանրապես
ինքը որպես անձ կայանա ծանրամարտով, ես չգիտեմ ինչումն է այդպես հասարակության դժգոհությունը դրանում։ Ընդհանրապես իմ համար մասնագիտությունը սեր չի ճանաչում։ Եթե մարդը տեսնում է իրեն, եթե մարդը գտել է իրեն այդ մասնագիտության մեջ, բնականաբար ինքը պետք է գնա հենց այդ ուղղությամբ։ Որն է եղել ամենափշոտ քննադատությունը, որը դուք երբևէ լսել եք։ Այո, եղել են ոչ մեկը ու շատ, բայց հատկապես այն, որ ծանոթները չեն կարող երեխաներ ունենալ, դա բարդություններ առաջացնում, խնդիրներ առաջացնում։ Մենք ունեցել ենք շատ աղջիկներ, ովքեր որ մայրացել են, բայց չունենք որևէ մի դեպք, որ այդպիսի խնդիր է առաջացել, ու դա առանց իմանալու այնպիսի հոգեբանական խնդիրների մեջ էին ինձ դնում մարդիկ ու այն ձև էին քննադատում, որ նույնիսկ արտասվելու աստիճան, բնականաբար մինչև այդ ուսումնասիրում ես, բժիշկների հետ ես խորհրդակցում, բայց երբ որ դու ինքդ ես հասկանում, որ դա ընդհանրապես չի խանգարում, ու այդպես մարդիկ իրենց կարծիքն են պնդում առանց փաստերի, այդպես չուր մտածելակերպ, բայց ինչ արած, նորմալ եմ։ Դա եւս նորմալ եմ նայում։ Երբ մարդը մասնակցում է որևէ միջոցառման, որտեղ կա մրցակցություն, բնականաբար ձգտումը հաղթանակն է, բայց եղել են դեպքեր, երբ դուք կասկածել եք, որ այդտեղ դուք հաղթանակ եք ունենալու։ Ես մրցակցության մեջ միշտ աշխատել եմ մտնել ինքս իմ հետ, քանի որ ես աշխատել եմ անել այն, ինչ իմ առջև դրված է։ Ես չգիտեմ այլ երկրներում մարզիկներն ինչ պատրաստականություն են անցել, ոնց են մասնակցելու մրցումներին, ես պատասխանատու չեմ իրենց մրցումների համար։ Ինձ համար իմ հաջողությունը եղել է այն, որ ես լավ եմ հանդես եկել, եւ որ թեկուզ եւ չեմպիոն եմ դարձել, բայց ես գոհ չեմ եղել իմ մասնակցությունից, դա ինձ համար անձնական դաշտում այդպես սխալներ ու այդքան էլ հաղթանակ չէր, որի վրա դեռ աշխատելու բան կա։ Դրա համար ես անընդհատ եմ պայքարել ինքս ինձ հետ եւ հիմա էլ այդպես է, դրա համար ես ուրիշների հետ հիմա էլ չեմ մտնում մրցակցության մեջ, ինչքան էլ դա տարօրինակ թվա, բայց այո, իմ կյանքում ես այլոց հետ մրցակցության մեջ չեմ մտնում։ Իսկ պարտությունը ինչ է ձեզ համար։ Դուք դրան նորմալ վերաբերվում եք։ Պարտությունը նորմալ է եւ դա հաղթանակ տանող շատ կարեւոր մի ճանապարհ է, երբ որ մարդ կարողանում է պարտվել։ Դա էլ պետք է մարդ կարողանա արժանապատիվ անել, որպեսզի հաղթանակն էլ կարողանա արժանապատիվ տանել։ Այնքան կարևոր է հաղթանակը արժանապատիվ տանել։ Դրա համար նախ մարդ պետք է կարողանա պարտվել։ Եվ ես որպես այդպիսին պերսպեկցիոնիստ լինելով դժվար եմ տանում պարտություններս, հետո շատ ոչ թե քննադատում եմ, այլ շատ եմ աշխատում այդ ուղղությամբ, ինչի այդպես եղավ բան, բայց հետո բնականաբար մտածում եմ, որ եւ եկել եմ նրան, թեկուզ տարիներ հետո, բայց եկել եմ նրան, որ եթե չլիներ այն պարտությունը, ես չէի ունենա այս հաղթանակը։ Դրա համար հիմա լրիվ այլ կերպ եմ նայում ցախողումներին, չասեմ պարտություններին։ Երբ դուստր ունենաք, դրան կուղորդեք ձեր ճանապարհով։ Իհարկե ես գիտակցում եմ, որ յուրաքանչյուր մասնագիտություն ունի իրեն հատուկ բարդությունները ու չկա որևէ մի ոլորտ, որտեղ որ հեշտ լինի։ Նույնն էլ ծանրամարտն է։ Դրա համար, որ ասում եմ ես, որ անցել եմ այս ճանապարհը, ես չեմ ուզենա իմ երեխան անցնի, այո, մենք այս ճանապարհն ենք անցել, այս ճանապարհի բարդությունները գիտենք, բայց չգիտենք այլ մասնագիտությունների հետ կապված։ Դրա համար ես մեծ սիրով, եթե իմ դուստրը զգան, որ ուզում է պարապի ու կարողանա հաջողությունների հասնել, ես միայն ուրախ կլինեմ։ Կփորձեմ օգնել ամեն ինչով։ Նազիկը իմ համար ազգային արժեք է իրականում, որպես մարզիկ առանձնանում է հենց ինքը իր միսիան կատարելով, որովհետև հասնել բարձրունքների ու դրանից հետո անցնել հանգիստ կյանքի, Նազիկը հակառակը արեց։ Նազիկը մեկ անգամ եւս իր միսիան ցույց տվեց նրանով, որ մարզիկը ինքը նաև կոչում է, ինքը նաև առաքելություն է, երբ որ ծանր վնասվածքից հետո ինքը նորից ապացուցեց այն ուժը, այն ներուժը, որ նորից պետքա գա ու նորից պետքա բարձրունք նվաճի, ոնց որ կյանքի դեմ պայքարներ։
այդ միտքը իմ մոտ դրա մեջ է ավելի շատ արժեքավոր։ Մամայից սովորել եմ, որ երբեք պետք չէ հուսահատվել, քանի որ եթե դու տեսնես քո հաղթանակը, դու կգնաս մինչև վերջ, եթե չհուսահատվես ու կհաղթես։ Մի հարց ունեմ, որը գուցե շատ սուբյեկտիվ տեքստով սկսվի, կարծես թե երբ հրապարակվեց Մեդալի հակառակ կողմը ֆիլմը, դրանից հետո Նազիկ Ավդալյանի անունը ամեն օր սկսեց շրջանառվել։ Մինչ այդ հանրությունը կարծես թե ամբողջությամբ չէր զգում Նազիկ Ավդալյանի մեծ ուժը եւ այն ժառանգությունը, որը դուք սպորտային աշխարհում թողել եք։ Արդյոք սա ճիշտ դիտարկում է։ Իրականում ես ինչի համար եմ ուզեցել միշտ ուզեցել եմ, որ ֆիլմ նկարահանվի իմ անցած ճանապարհի մասին։ Եղել էին մինչև այդ էլ առաջարկություններ, ինչ պատճառով չէի համաձայնվել կամ չէր ստացվել, բայց ես ունեի փոխանցելու բան, մեսիջ, որը որ անպայման կուզենայի փոխանցել։ Ես չեմ ուզեցել ֆիլմ նկարահանվի մենակ նրա համար, որ ես իմ մասին ֆիլմ ունենամ, բնավ։ Դա ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Եվ ես շատ ուրախ եմ, եթե ֆիլմը ծառայել է նպատակին։ Իմ ամենակարևոր եւ միակ ձեռքբերումը ֆիլմից հենց դա է, որ իմ անցած ճանապարհը կարողացել է օգնել շատերին խնդիրներից դուրս գալու։ Դուք ձեզ որ փուլում եք առավել գնահատված զգացեն կամ գուցե զգում։ Գիտեք, դա շատ հարաբերական է։ Նայած թե ինչքան է քո ակնկալիքները։ Իսկ ես որևէ մի բան չեմ անում, որ ինչ որ պատասխան ստանամ։ Իրոք դա այդպես է, դա ընթացքում է լինում այդ գնահատականը, տեսեք սպորտել որ մտել է, ես որ մասնակցում եի մրցումներին չեմ ակնկալել, որ ինչ որ մի այդպես բան պետք է ստանայի։ Դրա համար ես աշխատում եմ այդ գնահատականը ես ինքս ինձ տալ, որովհետև շատ տարբեր մարդիկ տալիս են այն գնահատականը, ինչը որ իրենք են զգում, ինչքան որ իրենք են պատկերացնում ու ընկալում քո արած գործը, քո ներդրումը ու քո վերաբերմունքը իրենց նկատմամբ։ Դրա համար ամենակարևոր գնահատականը ես եմ ինձ տալիս։ Ես պարզապես ուզում եմ, որ ապրեմ հանգիստ, չհակնկալելով որևէ մեկի գնահատականը, որովհետև իրոք պատկերացնում եմ ու հասկանում եմ, որ դա շատ սուբյեկտիվ է ու շատ կարող է հիասթափեցնել, եթե ինչ-որ ակնկալիքներ ունենաք։ Նազիկը իմ համար ազգային արժեք է, որովհետև ինքը հասել է մի բարձրունքի, իր հետ տարել է Հայաստանը, իր հետ տարել է մեր եռագույնը, պատվով կրել է, պատվով շատ տեղեր ցույց է տվել եւ ոնց որ մեր մոտ բան կա մարդուն, մենք ոնց որ մեր կողքը, երբ որ կոպիտ եմ էլի ասում ողջ է մարդը, մենք այդ արժեքները ժամանակին չենք գնահատում։ Ես դրա համար եմ միշտ ուզում մենք անպայման բարձրաձայնենք դրա մասին, անընդհատ դրա մասին խոսենք, որովհետև մենք չենք պատկերացնում ինչ է աշխարհի չեմպիոն, հա, այն գլոբուսը որ կա, Անտարկտիդա, Սառուցյալ օվկիանոս, ու ասենք այդ համայն մարդկության, ասենք աշխարհի չեմպիոնն է, մեր կողքը նստած, մեր կողքը քայլող Նազիկը ու շատ տեղեր լինում է, հա, որ առաջին հայացքից փորձում ենք չգնահատել չասեմ, բայց մեզ թվում է, չգիտեմ, փոքր բան է, չենք բարձրաձայնում, մեկ էլ հանկարծ հայտնվում ենք աշխարհի ինչ-որ X կետում ու ասում ես Արմենիա, մեկ ասում է Ալբանիա, չգիտեմ ոնց որ չբան չանեմ այդ ուղղությամբ, ոնց որ ասենք Ալբանիա ու դու սկսում ես բացատրել, թե ով ես, դու սկսում ես անուններ տալ, ով որ Շարլ Ազնավուր գիտի, ով որ չգիտեմ Շերելին Սարգսյան, ով որ մյուս, սկսում ես անուններ գտնել ու ասենք դու տալիս ես այդ անունները, հա, Մխիթարյան, Նազիկ Ավդալյան, ես իմ Արտուր Ալեքսանյան, որտեղ որ այդ ժամանակ կոպիտ ասած այդ ժամանակ է պետք գալիս, թե դու այն ժամանակ չէիր հասկանում այդ արժեքը, էլի, ոնց որ սրա մասով էի ուզում 1-2 բան, նաև պատկերացնում եմ իրականում հենց որպես աշխարհի մասշտաբով, որ Նազիկի մասին էլի ֆիլմ է պետք, իմ պատկերացումով հոլիվուդյան ֆիլմ է պետք, հա, որովհետև ստեղ եւ աննշան ու չերևացող այդ նույն գլոբուսի կետից ինչ որ մեկը մարզումները, որ Նազիկը նկարագրում են Չայնիկով, Հարթուկով, ինչ որ մի հատ աղջիկ երեխա կարա իր երազանքի հետևից գնա ու կրի ու դրանից հետո նաև հենց այդ վնասվածներից հետո
առհասարակ մենք ասում ենք հայ կնոջ, բայց թող աշխարհի մասշտաբով ասեն առհասարակ կնոջ, մարտնչող տեսակ, այն տեսակ, որը որ գնաց հետևից ու արեց ինքը անհնարինը։ Որտեղ է ձեր խաղաղության տարածքը։ Տանը։ Իմ տանը եւ հաճախ պահեր է լինում, որ ես զգում եմ, որ ավելի կարիքն ունեմ ու եղել է, որ հենց գիշերը 12-ին, 2-ին, 4-ին ես հելել եմ գնացել եկեղեցի, մեր ավանում մի եկեղեցի կա, որտեղ որ փոքր մատուրայինքը միշտ բաց է, լինում է, որ այո, պահեր կան, այդպիսի զգացողություն եմ ունենում, որ ավելի ուրիշ էներգիա ինձ պետք, բայց ընդհանուր առմամբ իմ տունը իմ խաղաղության ամենակարևոր կետն է։ Երկնային տիրոջից այն կողմ, մարդկանց շրջանում, ամենից շատ ում կարիքն եք հաճախ զգում։ Ծնողներիս եւ որդուս։ Քանի որ ես կարող եմ չկիսվեմ ծնողներիս հետ որևէ մի խնդրով, բայց կարիք եմ զգում, որ գլուխս տնեմ ծնգին եւ այդ էներգիան ստանամ։ Իսկ այդ էներգիան բացի ծնողից քեզ ոչ ոք չի կարող տալ։ Նույնն էլ որդուս։ Ես իմ տղայի հետ կիսվում եմ, ավելի շատ, քան որևէ մեկի հետ։ Ինքը ինձ խորհուրդներ է տալիս։ Շատ հետաքրքիր խորհուրդներ, շատ հետաքրքիր նկատառումներ է անում։ Ու ես Էլինորից այդ էներգիան ստանում եմ իրեն գրկելով, վարկելով, որ այդ ծանր առօրյայից հետո, ծանր աշխատանքային օրվանից հետո շատ կարիքն եմ ունենում մայրիկիս ծնկների եւ որդուս գրկախառնության եւ հայրիկիս օրհնանքի, որ ուրախությունից ամեն առավոտ դուրս գալուց ինձ ասում է Աստված հետդ բալես եւ գնում եմ գրկում է մենակ որ հարցնում է գործը հետ ոնց է թեգուզ եւ լավ չէ խնդիրներ կան կամ ինչ որ բաներ դա ինձ համար արդեն հերիք է։ Իմ համար ամեն մաման շատ լավն է, բայց ամեն հոգու համար իր մաման ամենալավն է, ինչպես նաև Իմ մաման իհարկե շատ զբաղված է, մեկ-մեկ ու շատ ուն գալիս, իհարկե հարցազրույցների այդպես հանդիպումների պատճառով, բայց ես համակերպում եմ, որովհետև հասկանում եմ, էլի, որ դա իր գործն է։ Ես մամայից շատ շնորհակալ եմ, որ ինքը այդքան բանի միջոցով անցնելով, այդքան իր զբաղված լինելով, նաև ինձ ամենաշատն է կարևորում։ Նազիկ, բոլորովին վերջերս դուք ստեղծեցիք Նավ հիմնադրամը, Նազիկ Ավդալյան հիմնադրամը։ Ինչ է այն տալու մարդկանց։ Նազիկ Ավդալյան հիմնադրամը կարելի է ասել միտքը եկավ անցած տարվա վերջեր։ Բայց մինչ այդ ես ապրել եմ մի կյանք, որը որ բերեց դրան։ Անընդհատ տարբեր մարզերում, երեխաների հետ շփման արդյունքում մենք իմ ընկերուհու հետ գնում էինք Արցախ, այնտեղ էինք որոշել մարզադպրոցներ, ինքը սպորտային պարերով, ես ծանրամարտով։ Ես տեսա, թե այնտեղ ինչքան կա պրոֆեսիոնալ սպորտի կարիքը, որովհետև այն երեխաներն, որ մարզերում ես տեսա, այն կրակը, որ աչքերում անընդհատ այդպես իմ շփումների ընթացքում տեսնում եմ, ինձ բերեց նրան, որ ես ստեղծեմ մի միջավայր, որտեղ կկարողանամ հարմարություններ ստեղծել երեխաների համար, որպեսզի իրենք ինտեգրված լինեն պրոֆեսիոնալ սպորտ, որովհետև մենք ունենք այնտեղ մեծ ներուժ, բայց չկան այն հնարավորությունները, որտեղ իրենք կարողանան դրսևորել իրենց։ Մենք մարզերում ունենք շատ մեծ թվով օլիմպիական ու աշխարհի Եվրոպայի չեմպիոններ, շատ մեծ թվով, հավատացեք։ Ես հենց այնպես իմ կարելի ասել ամբողջ կյանքը հիմա ներդնում եմ այս գործի մեջ, որովհետև դա 1 տարվա, 2 տարվա չի։ Եթե ես չտեսնեի այդ ներուժը այնտեղ, ես չէի սկսի այդ գործը։ Իմ հիմնադրամի առաջի ծրագիրը, այո, Նավն է, դա սպորտային կառույց է, որը որ առաջի պիլոտային նախագիծը լինելու է Արտիկի շրջանի Փանիկ գյուղում, ինչու ընտրվեց այդ տարածքը, քանի որ կարելի ասել խաչմերուկային գյուղեր եւ համայնքի ամբողջ գյուղերից տրանսպորտային հասանելիություն կա եւ կարող են ամբողջ համայնքի երեխաները գալ, մարզվել այդտեղ։ Արդեն հողատարածքը անհատույց տրամադրել են հիմնադրամին 14000 քառակուսի մետր,
Կառույցը լինելու է 3800 քառակուսի, միջազգային ստանդարտներին համապատասխան այն, ինչ որ պետք է մարզիկին պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելու համար։ Այն ամեն ինչը, ինչ ես եմ ունեցել եւ այն բացերը, որ ես եմ ունեցել, ուզում եմ, որ դա լրացնեմ ընդհանուր միջև սպորտային մենեջմենտով, ընդհանուր միջև մարզիկի, որ մարզիկի հետ լինի մեկը, ով ամբողջությամբ կանի իր ինչու՞ չէ մենեջմենտը եւ որպես պրոդյուսեր, որովհետեւ դա շատ եմ կարեւորում, բայց այդ կուլտուրան ցավոք բացակայում է Հայաստանում։ Լինելու են 6 սպորտաձև՝ ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, սպորտային եւ ազգագրական պարեր, ֆուտբոլ եւ լող։ Լինելու են նաեւ փափուկ հմտություններ, քանի որ մարզիկին նաեւ պետք է ոչ միայն ֆիզիկապես մարզվել, այլ մտավոր առումով զարգանալ, հոգեբանորեն, ժամանակի կառավարում, հույզերի կառավարում, հաղորդակցման հմտություններ, խոսքի լեզվի կուլտուրա։ Ես կարծում եմ, որ մարզիկը պետք է այդպես ոչ միայն մարզիկը, նաև երեխային պետք է այդպես փոքրուց մեծացնել, շատ ուժեղ անհատ, դրա համար որակներ են պետք, որ մենք հենց սկզբից ենք ուզում դնել երեխայի մեջ, եւ դա լինի շատ լայնամասշտաբ։ Լինելու է նաև սպորտային հոգեբանություն, կինեզոլոգիա, որպեսզի երեխաները կարողանան եւ մարզվեն եւ իրենց բժշկական հետազոտություններն անցնեն։ Ընդհանուր, ինչպես նշեցի, միջազգային ստանդարտներին համապատասխան մեր մարզերում երեխաները այդ մեծ ցանկությունն է եւ նպատակն է, որի արդեն սկսել ենք եւ գնում ենք դեպի դրան, որպեսզի մարզերում ապրող երեխաները, ինձ համար դա մեծ ու շատ կարեւոր խնդիր է եւ կարծում եմ ոչ միայն ինձ համար, ապրելով իրենց գյուղերում, հեռավոր գյուղերում կարողանան իրենց երկիրը ներկայացնել, կարողանան մեծանալ, զարգանալ ուժեղ անհատներ, առանց իրենց գյուղից որևէ մի քայլ հեռանալու, առանց լքելու իրենց գյուղերը եւ քաղաքները, բայց ունենան հավասար հնարավորություններ, ինչ քաղաքում ապրող երեխաները։ Ինչ կտա այս հիմնադրամի հաջողությունը ձեզ անձնապես։ Այն, որ ես տարիներ հետո կտեսնեմ այն սերունդը, որի մասին ես երազում եմ, այն չեմպիոններին, որոնց ես տեսնում եմ հիմա։ Դա իմ ամենակարևոր դրանից մեծ ձեռքբերում ու այն գաղափարը, որ ես դրել եմ դրա տակ, դրանից կարևոր բան չի կարող լինել ինձ համար։ Նազիկ Ավդալյան հիմնադրամը շատ հետաքրքիր էր հենց առաջի անգամ, երբ որ ինքը միտքը դեռ նոր էր բարձրաձայնում նեղ շրջանակներում, շատ հետաքրքիր միտք ասեց, որ ես իմ երազանքներին հասել եմ, ես հիմա ուզում եմ կատարել ուրիշի երազանք, ուրիշի ասելով մեր երեխեքի երազանքները, այդքանով նաև արժեքավոր էր հենց այդ մասը, երբ որ արդեն այնտեղ շահի կամ մյուս բանի մասին չի խոսքը, խոսքը ուրիշի երազանքը, որը որ ըստ երևույթին իր մոտ իր մանկության երևի բացն է, որ ինչ որ մեկը իր երազանքը չէր անում, ինքը գնաց իր երազանքի հետևից։ Նա շատ աշխատասեր է, պատասխանատու, կարգապահ, այդ պատասխանատվությունը բնականաբար ստիպում է նաև իր թիմին պատասխանատու լինել յուրաքանչյուր դետալի վերաբերյալ։ Նավ նախագիծը կարծես թե նավահանգիստ լինի, որտեղ երեխաները առաջնորդներ են լինելու եւ հենց այդտեղից է սկսելու հենց երեխաների նավարկությունը։ Ես մաղթում եմ, որ այդ նավարկությունը լինի խաղաղ եւ կողքին հայտնվեն աջակիցներ, հովանավորներ, որոնք որ կտանեն այդ նավարկությունը դեպի ոչ միայն, ասենք Հայաստանում լինի, այլ դեպի այլ երկրներ։ Երբ ծանրածող էի բարձրացնում, մտածում էի ապացուցեմ աշխարհին, թե ինչքան ուժեղ է հայը, բայց երբ կյանքը ստիպեց ընկնել ու նորից բարձրանալ, հասկացա, որ իմ իրական առաքելությունն է օգնել հազարավոր երեխաների հավատալ իրենց, ինչպես ես ժամանակին հավատացի ինքս ինձ։ Նազիկ Ավդալյան հզոր մարդն ու չեմպիոնն է մտածում այսպես։ Այս մտքերն են, որ այսօր աշխարհին հայտնի հայ մարզիկը ստեղծեց մի հիմնադրամ, որի նախագծերից մեկն է ստեղծել բազմաֆունկցիոնալ մարզակրթական կենտրոններ Հայաստանի մարզերում։ Առաջին նավը կառուցվելու է Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Փանիկ գյուղում։ Նազիկ Ավդալյան հիմնադրամը կզարգացնի պրոֆեսիոնալ սպորտը Հայաստանի մարզերում, կստեղծի աշխատատեղեր, կխթանի առողջ ապրելակերպը, կընդլայնի հասարակության ներգրավվածությունը սպորտային, կրթական ու մշակութային նախաձեռնությունների մեջ, կհանրայնացնի սպորտը, ներառական խմբերի երեխաներին կներգրավի պրոֆեսիոնալ սպորտի մեջ եւ ի վերջո կձևավորի ֆիզիկապես եւ հոգեպես առողջ հասարակություն։
Նազիկ, կա ճակատագիր, թե մարդն ինքն է կառուցում իր կյանքը։ Ես վախենում եմ անխուսափելիությունից, որ այդպես մտածում ենք, որ մտածեմ այդպես կա ճակատագիր։ Մենք մեր քայլերով, մեր այսօրվա մտածելակերպով կերտում ենք մեր ճակատագիրը, բայց նաև համոզված եմ, որ մարդիկ հենց այնպես չեն գալիս այս աշխարհ, գալիս են ինչ-որ միսիայով եւ Երանի նրանց, ովքեր կգտնեն իրենց առաքելությունը եւ կկարողանան անել իրենց արժեվ դրված խնդիրը, որովհետեւ այս կյանքը այնքան կարճ է եւ ես չեմ ուզում հավատալ, որ հենց այնպես կարող է մարդ ծնվել։ Դա չի կարող պարզապես լինել։ Բայց ճակատագիրը մենք ենք կերտում մեր ամենօրյա աշխատանքով, ամենօրյա քայլերով եւ ամենակարևորը մեր մտածելակերպով։ Ո՞վ է ձեզ հանդիպած ամենաճակատագրական մարդը։ Բոլորը, որովհետև ես նորից անընդհատ կրկնվում եմ, ես հասկանում եմ, որ որևէ մի հանդիպում պատահական չի լինում, այն մեր մտքերի արդյունքն է, եւ մենք թե ինչքանով ենք նշանակություն տալիս դրան եւ ինչքանով ենք դա կիրառում մեր կյանքում, դա արդեն մեր քայլերի արդյունքն է ու մեր որոշումը, բայց որևէ մի բան, որևէ մի մարդ մեր կյանքում պատահական չի լինում եւ բոլորը գալիս են եւ բոլորը ճակատագրական են կարելի ասել։ Թե դա մենք ոնց կօգտագործենք արդեն դա։ Եթե ունենայիք այդպիսի հնարավորություն, որոշակի խմբագրումներ կանեիք ձեր կյանքի ինչ-որ դրվագներից։ Կուզենայի ասել չէ, բայց այո, կանեի, բայց այդպիսի մի բան ասեմ, տեսեք, ես տարիներով անընդհատ մտածում էի, թե ինչ կարող եմ անել, որ այն ճանապարհը, որը ես անցել եմ, կարողանամ ճիշտ ծառայեցնել, որ շատ այն արդյունավետ լինի, չէ որ հենց այնպես չէր տրված այդ իմ կյանքը, հենց այնպես չէ այդքան մարդկանց այդ ոգևորությունը, այդ հարյուրավոր հազարավոր նամակները, որ ես ստացել եմ 2016 թվից այս կողմ, այդ կյանքը ինձ հենց այնպես չէր տրված։ Եվ ես ուզում եի ինչ-որ մի բան լիներ, որպեսզի ես կարողանամ իմ ճանապարհը շարունակել եւ եթե ես հնարավորություն եղավ ինձ գնալ Ամերիկա, այնտեղ ապրելու, բայց ես հասկացա, որ այն ճանապարհը, որ ես անցել եմ, լրիվ կզրոյանա։ Եվ ես հետ եկա եւ հենց այդ ժամանակ էր, որ ես այդպես շատ անկեղծ ասեմ, նարեկ էի կարտում ու ինձ անընդհատ այդպես ուզում էի հասկանալ ինչ անեմ, որ ճիշտ լինի, ինձ մի ուղղություն տու, մի նշան տու եւ ես կհասկանամ, կընկալեմ։ Դա իմ ընկերներից մեկը, Լևոնը, որը որ հիմա իմ գործընկերն է նաեւ, այդպես էլի շատ պատահականություններ, որպես այդպեսին նայենք։ Մենք նստած էինք ուղակի եւ նա ասեց, գիտես, մի բա այդպեսի մեջ միտք եկավ, որ դու եթե ստեղծես հիմնադրամ մարզերում սպորտի զարգացման հետ կապված բան ու ասում էր այն ամենը, ինչը որ ես մտածում եմ ու ուզում եմ։ Այսպես չեմ հավատում, որ ես այդ լսում եմ ու ասեց, ինձ թվում է դու այդ գործունեությունը պետք է անես։ Ասում է դու պատրաստ ես անցնելու դրա միջով։ Ասում եմ այո, ես հենց հիմա պատրաստ եմ դա սկսել։ Ասում եմ, բայց դու գիտես ինչերի միջով ես անցնում։ Ասում եմ, ոչ, ես չգիտեմ, բայց ես գիտեմ, որ այդ ճանապարհը տանում է այնտեղ, որտեղ որ ես ուզում եմ տեսնել ինձ տարիներ հետո։ Այնքան հետաքրքիր դա եղավ։ Ու դա եղավ մեր այդ խոսակցությունը 1 տարի առաջ, որ ասեցի հիմնադրամի գաղափարը, ու արդեն 1 տարի հետո հիմա մենք ունենք այդ կոնցեպտը, արդեն նախագիծը, արդեն հովանավորներ, ովքեր որ աջակիցներ մեր կողքին կանգնած են, ընկերություններ, որոնց հետ համագործակցում ենք, շատ հետաքրքիր զարգացում է ունենում, շատ։ Դրա համար մենք, եթե ուզում ենք ինչ-որ մի բանի պատասխան իմանալ, մենք պետք է այդ հարցը տանք անընդհատ։ Ու դրա համար եմ ասում, պատահականություններ չեն լինում կյանքում։ Մենք շնորհակալ ենք ձեր կատարած աշխատանքի համար, ինչպես նաև անսահման մեծ հաջողությունների գրանցում եմ ցանկանում։ Շնորհակալ եմ շատ։ Ընդհանրապես Նազիկը հանդիսանում է մեր Հայաստանի եւ ընդհանրապես աշխարհի ակնառու սպորտի ակնառու ներկայացուցիչներից մեկը եւ այսքան տարիների ընթացքում որպես մարզիկ
եւ որպես մարդ նա կարողացել է ոգեշնչել եւ գրավել հազարավոր երեխաների սրտերը եւ կարծում եմ, որ այդ երեխաները կընդօրինակեն եւ կհետևեն իր օրինակին։ Նա կարողանում է ամեն կերպ երեխաներին տանել իր հետևից, ոգեշնչել։ Նազիկ Ավդալյանը գիտի, որ յուրաքանչյուր մարդու կողքին պետք է լինի մարդ, ով վստահում է իր ուժերին։ Նա գիտի, թե ինչպես դժվարությունները դարձնել հաջողություններ։ Նա գիտի, թե ինչպես փորձությունը կարող է դառնալ հաղթանակ։ Այդ ամենը նա բնականաբար փոխանցում է երեխաներին եւ ոչ միայն երեխաներին, մեծերին էլ նույնպես։ Մամայի բնավորության գծերից ամենաշատ ինձ դուր է գալիս կամքի ուժը։ Մամայի կամքի ուժը ես տեսել եմ սպորտի մեջ, երբ որ ինքը ողնաշարը ջարդելուց հետո դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Ես այդ ժամանակ շատ փոքր էի, բայց ոչ մի բան չէի հասկանում իհարկե, բայց որ արդեն մեծ հասուն տարիքում եմ, որ գիտակցում եմ, որ այդքան բաների մեջով դարձել է մաման աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ես շատ ուրախություն եմ զգում ու հպարտություն։ Հիմա 29 տարեկան է, լուրջ վնասվածքով, բայց ինչ մարտական կամք ունի, ինչ ոգի ունի եւ ինչ բնատուր ֆիզիկական տվյալներ։ Ուշադրություն, սիրելի բարեկամներ, Ծանրաձողի քաշը 132 կիլոգրամ է, հարթակին Նազիկ Ավդալյանն է, Հայաստան։ Կանգնել Նազիկ, ապրես, վերևում։ Այդ Նազիկ չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ապրես, կեցես Նազիկ, այսպես են դառնում Եվրոպայի չեմպիոն, բրավո Նազիկ, երազանցելույթ և Նազիկ Ավդալյանը հռչակվում է Եվրոպայի չեմպիոն։ Ով կարող է դառնալ Նազիկ Ավդալյանի ընկերը։ Ինչպիսի չափանիշներ ունեցող անձը։ Կարող է շատ պարզ թվալ, բայց մարդ ով պարզ է, որովհետև ես իմ շփման մեջ պարզ եմ, ոչ պրիմիտիվ, բայց շատ պարզ։ Ինձ իմ ընկերներից մեկն ասեց նույնիսկ ինձ ամենաշատը քո մեջ հենց այդ է վախեցնում, որ դու չես վախենում այդքան պարզ լինելուց։ Բայց այդ պարզության մեջ շատ մեծ խորություն կա, բայց ու հենց այդ երևի պարզությունն էլ ակնկալում եմ։ Ես թեթև շփում եմ սիրում, առանց պարտավորվածությունների, առանց լարվածությունների, որովհետև մեր կյանքը առանց այն էլ այնքան լարված է անցնում, ստրեսային, հետո ընկերության մեջ այդ պարտավորվածություններն էլ, որ լինում են, իմ ընկերները ինձ գիտեն։ Ես կարող է օրերով, ամիսներով չլինեմ, բայց հենց ես զգամ, որ իրենք իմ կարիքն ունեն, մի փոքր զանգ, ես իրենց կողքին եմ, բայց անընդհատ այդ շփումը կարող է չլինել բնականաբար։ Մարդիկ կան չեն կարողանում այդ իրենց մեջ ինչ որ նեղվածություն են ունենում, որ իրենք, չգիտեմ, շատ տարօրինակ շփումներ կան, որ մեծ արժեքներ կան, որ այդ ամեն ինչը պետք չի զրոյացնել այդպիսի փոքր բաների համար, այդպիսի բաներ կան, որ ինձ ընկերության մեջ չեմ ուզում, որ խանգարի էլի։ Ես էլ չեմ պարտավորեցնում իմ ընկերներին շփման հետ կապված։ Ու նույնն էլ ես եմ ուզում։ Այն ազատությունը, որ ես եմ տալի շփման մեջ, ու նույնն էլ ուզում եմ։ Որ իմ խոսքի տակ փորձում են ինչ-որ մի բան գտնել, ես ինչ-որ մի բան, որ ուզում եմ, ասում եմ։ Դա էլ է ինձ փակում այդպես, երբ որ զգում եմ, որ բայց դուք ինձ գիտեք, ճանաչում եք ինձ։ Շատ բաներ կան, որ տարիների ընթացքում հասկանում ես։ Ու շատ հետաքրքիր շրջան եմ ապրում։ Այդ բացահայտումների, էներգետիկ դաշտերի, նենց հետաքրքիր բացահայտումներ են լինում իմ կյանքում, որ ես երբեք չի կարող պատկերացնել, որ տարիներով կարող ես շփվել մարդու հետ եւ
այն շրջանում, որ միգուցե իր ամենակարևոր խոսքի կարիքն ունես, ասենք, թեկուզ այդ որ քեզ ինքը գոնե լարվածություն չստեղծի, չէ՞ որ բանկերներն էլ ինչի համար են։ Եվ հակառակը կարող է լինել, նես մարդիկ են կողք կլինում, որ ընդհանրապես չես սպասում։ Դրա համար ես շփման մեջ, ընկերության մեջ պարզություն եմ սիրում։ Իսկ ինչ չեք կարող ներել մարդկային հարաբերություններում։ Ես երևի ամեն ինչ ներում եմ։ Ներում եմ, որովհետև մարդիկ անում են ու վարվում են այնպես, ինչպես դու ես թույլ տալիս։ Ես պարզապես քայլերից հետո ի նկատի եմ ունենում։ Չասեմ դավաճանություն, որովհետև ինձ համար այդպես դավաճանությունը շատ մեծ հասկացողություն է, բայց բաներ կան, որ չգիտեմ, ես երևի ներում եմ ամեն ինչ, բայց արդեն շփումս մի քիչ այլ է լինում, չեմ պահում իմ մեջ, այդպես որ ասեմ, չեմ ներում որևէ մեկին։ Չկա երևի։ Գիտեք, երբ որ ապրում ես մի տարածության մեջ, որտեղ քո մտքերը շատ այլ բաների վրա ես ուզում էներգիա ծախսես, այդպես մարդկային հարաբերությունների մեջ չես ուզում բան անես, չես էլ կարողանում այդ տարածքում ապրել։ Թե չէ չներելը ո՞րն է։ Հենց սկզբից, երբ որ մենք ընկերական հարաբերությունների մեջ էինք, ես միշտ պատկերացնում էի, որ դե աշխարհի չեմպիոն բարձունքներ հասած մարդը արդեն պետքա, չգիտեմ, վերևից նայի, սենց նայի, Նազիկի մոտ հենց այդ մարդկային որակները ինձ ավելի շատ արժեք թված, որ չգիտեմ, ինքը մարդկանց հետ ոնց է շփվում, ոնց է վերաբերվում, մի քիչ տղամարդկային չասեմ, բայց այն ընկերական մասը, որ տղամարդը տղամարդու հետ կարող ընկերություն անի, ես այդ սիրուն բաները տեսա, էլի սիրուն արժեքներն ու հատկանիշները տեսա Նազիկի մոտ, հետո իր խոսելու ժամանակ, երբ որ ինքը խոսում է իր վաչեից, ինքը զգացմունքները չի երևում արտաքուս, չի ցույց տալիս, բայց դու նկատում ես, թե ինքը ում մասին է խոսում, ոնց է աշկերը փայլում, ոնց այն միանգամից ոնց է ծանրաձողը իրան ենթարկացրած մարդը, ոնց է միանգամից խաղավում ու դառնում, ասենք, այն մայրը, այն գորովալից աշկերը։ Որպես մայր եւ որպես դուստր նա շատ հոգատար է, ականջալուր է լինում յուրաքանչյուր խնդրին, շատ արագ արձագանքում է, ինչ էլ որ լինի, նա կարողանում է շատ պատրաստակամ է օգնել բոլորին, ինչ էլ որ լինի, նա ամեն ինչ կազմակերպում է, որ հասնի այդ մարդուն եւ օգնություն ցուցաբերի։ Ոնց կա, թողը տենց մնա որպես պայքարող տեսակ, որպես մարտնչող տեսակ, որպես ընկեր, ու մենք էլ իր կողքը կանգնած ենք ամեն ինչով կարող ենք ֆիզիկապես, հոգեպես, նյութապես։ Նազիկին ես մաղթում եմ ուժ, եռանդ շարունակելու այս ազգանվեր եւ մարդասիրական գործը։ Մայրիկին ցանկանում եմ, որ ինքը հանկարծ չհանձնվի, քանի որ իր ճանապարհը շատ բարդ է, ու եթե ինքը հանձնվի, ոչ մի բանին չի հասնի։ Չնայած արդեն հասել է։ Որն է Նազիկ Ավդալյանի ամենակարևոր առաքելությունը կյանքում։ Երևի ես 1 տարի առաջ այլ կերպ կպատասխանեի, բայց հիմա կարելի ասել գտել եմ նաև շատ բաների տրամաբանությունը, ու հիմա իմ ամենակարևոր առաքելությունը իմ երկրի հետ է կապված, իմ սերնդի հետ է կապված, երեխաների հետ, որ զգում եմ, որ կարող եմ հնարավորություն տալ շատ շատերին գտնել իրենց կյանքում, ու ես մեծ սիրով եմ անում դա։ Թելադրեք ինձ այնպիսի բաղադրիչներ, որոնցից կարող ենք ստանալ երջանկություն։ Տեսեք, երջանկությունը դա այնքան մեծ հասկացողություն է, կարելի ասել երջանկությունը մտածելակերպ է։ Կարող եմ ես բաղադրիչներ ասել, որոնք որ մի ուրիշի համար ընդհանրապես երջանկության հետ կապ չունեն։ Բայց եթե դու մանրուքների մեջ գտնում ես քո երջանկությունը,
կարողանում ես պահի տվածով երջանկանալ, ապրել, գնահատում ես այդ պահը, դա կարող է քեզ համար երջանկություն լինել։ Ես կարող եմ ասել երևի գնահատել պահը, այն վայրկյանը, թեկուզ եւ դժվար է, բայց քեզ տրված է դժվարությունն անցնելու հնարավորություն, չէ՞ որ մարդիկ կան դա էլ չունեն։ Աշխատել ինձ համար երջանկությունը ներքին խաղաղությունը, ներդաշնակությունը, երջանկությունը այն է, երբ կարողանում ես անել այն, կապ չունի դու հիմա հնարավորություն ունես թե չէ, բայց դու կարողանում ես անել, կարողանում ես մտածել, անել այն, ինչի մասին երազում ես, մտածում ես, ու ընդհանրապես երջանկությունը, որ հիմա մենք ապրում ենք ու հնարավորություն ունենք երջանիկ լինելու։ Երջանկությունը այն, որ ունես բալիկ, թեկուզ եւ ինչ որտեղ չարաճճություն անում, նեղվում է բան, դու այդ նեղվածության հետ այդ պահերին մի հատ հասկանաս, որ դու ունես իրան ու երջանկության զգացողություն ունենաս, աչքի չերևա այն ամեն ինչը, թեկուզ եւ ինչ որ նա անում է։ Մեկ ուրիշի համար երջանկությունը մասնագիտական հաջողություն է, շատ մեծ հասկացողություն է, շատ։ Իսկ ինչ է ձեզ պակասում էլ ավելի երջանիկ զգալու համար։ Երևի իմ մտածելակերպում ինչ որ բաներ փոխել է, որոնց վրա ես աշխատում եմ։ Ինչի համար եք ափսոսում։ Ոչ մի բանի համար, որովհետև այն ինչի համար կափսոսեի, հիմա փորձում եմ հետագայում այդպես չվարվել, որովհետև շատ բարձ հասկանում եմ, որ մենք կանք են ձախողումներին, պարտություններին, եթե այդ ամեն ինչի համար ափսոսենք, կարող է չլիներ այն հաղթանակը։ Հենց դրա համար, այն ինչի համար կարող եմ այսօր ափսոսալ, կարող է հենց այդ ամեն ինչը եղավ, որ հետագայում մեծ ձախողում չունենամ։ Եվ դրանք փորձում եմ ես ինձ համար շատ կարևոր դասեր ու շատ կարևոր ճանապարհ համարել։ Շնորհակալ եմ Նազիկ, այսքան գեղեցիկ, համոզված եմ անկեղծ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Ձեզ հետ հայ պերսոնաներ, կհանդիպենք։